Մինչև օգոստոսի 31-ը երկար սպասված շահավետ եռանկյուն ակցիայի շրջանակում ստացեք բացառիկ պայմաններ կաթսան, մարտկոցը եւ խողովակները միասին ձեռք բերելու համար։ Դուք դիտում եք առաջին լրատվականը, բարև ձեզ, ես Սիրյանուշ Պապյանն եմ։ Հայկական երկաթուղու շուրջ վեճը մտնում է վճռական փուլ։ Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 13-ի հայտարարության նորությունն այն է, որ Երևանն այլևս խոսում է ոչ միայն ամբողջ կոնցեսիան երրորդ կողմին վաճառելու մասին, այլ նաև մասնակի վաճառքի ու բաժնետիրական նոր կառուցվածքի հնարավորության մասին, պայմանով, որ Ռուսաստանը չկարողանա խոչընդոտել Հայաստանի ինտեգրմանը նոր տարածաշրջանային տրանսպորտային ցանցին։ Մոսկվան հակադարձում է, եթե Հայաստանը փոխի կամ դադարեցնի պայմանագիրը, Ռուսաստանը պահանջելու է վերադարձնել իր ներդրումները, որոնք ռուսական կողմը գնահատում է ավելի քան 30 միլիարդ ռուբլի։ Մինչդեռ ժամանակն արդեն տնտեսական արժեք ունի, Ադրբեջանը արագ կառուցում է իր հատվածները, իսկ Հայաստանը դեռ պարզում է, ով է տնօրինելու իր երկաթուղին։ Ուստի հարցը պետք է հասցնել մինչև վերջ, որքան արժե Ռուսաստանից երկաթուղային անկախությունը, ով իրականում ում է պարտք եւ Հայաստանը պետք է համաձայնության գնի դիմաց վերադարձնի ռազմավարական ենթակառուցվածքը, թե պատրաստվի Փարիզի արբիտրաժում ապացուցելու ռուսական կողմի պայմանագրային խախտումները։ Թեման քննարկելու է Միջազգային ու անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ միջազգային տնտեսական իրավաբան Արա Պապյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Պապյան, շնորհակալ եմ միանալու համար։ Բարև ձեզ։ Եվ այսպես պարոն Պապյան, Փաշինյանը վերջին իր հայտարարությամբ կարծես թե փոխում է, այսպես ասած, բանակցության կառուցվածքը, այլևս միայն վաճառեք կոնցեսիան բարեկամ երրորդ երկրին չէ, այլ ամբողջական կամ մասնակի վաճառք, նոր բաժնետիրական կոնֆիգուրացիա, որտեղ Ռուսաստանը կարող է նույնիսկ մնալ մասնակից, բայց այլևս չունենալ Հայաստանի միջազգային երկաթուղային կապերը արգելակելու հնարավորություն։ Իրավական տեսանկյունից սա նշանակում է արդյոք, որ Երևանը Մոսկվային վերջին փոխզիջումն է առաջարկում, պահպանել օրինակ տնտեսական մասնակցությունը, բայց կորցնել վերահսկողությունը, եւ Ռուսաստանը իրականում ինչ է ուզում պահպանել ներդրումների վերադարձը, եկամուտը, կառավարման վերահսկողությունը, թե Հայաստանի նոր արևելք-արևմուտք տրանսպորտային համակարգի վրա, այսպես ասած, աշխարհաքաղաքական վետոյի հնարավորությունը։ Համեցեք։ Ըստ էության երկաթուղին այդ նոր ճանապարհային հանգույցների ամենակարևորագույն էլեմենտներից է եւ Ռուսաստանից եւս շատ ենք լսել այն ազդակները, որ Ռուսաստանը դուրս է թողում այդ աշխարհաքաղաքական նախագծից եւ ըստ էության իր համար երկաթուղին այն կրիտիկական վերջին կառավարման կետն է, որը նա ունի այդ ենթակառուցվածքների նկատմամբ եւ բնականաբար այստեղ եւս խնդիրը ոչ այնքան ինչքան իրենց իրականացված ներդրումներն են, այլ քաղաքական ազդեցության պահպանման խնդիրն է։ Իսկ ներդրումների մասով այստեղ վիճարկը որոշակի կարող է հնարավոր վիճարկել լինի, տեսնում ենք մեր երկաթուղու վիճակը տասնյակ տարիներ այսպես ասած խթար վիճակում եւ եթե մեկ կամ երկու այսպես կայան է աշխատում, ամեն դեպքում իրավիճակը այդպես լավ չէ, իսկ Ռուսաստանի հիմնական անհանգստությունը ինձ թվում է այդ վերահսկողության պահպանելու հարցն է ենթակառուցվածքի նկատմամբ եւ եթե հնարավոր լինի այդ ենթակառուցվածքի միջոցով այդ նախագիծը սաբոտաժ անելու հնարավորությունն է իրենց համար ամենակարևորագույն կետերից։ Տեսեք, պայմանագիրը բավականին հստակ ընթացակարգ ունի, հա, նախ բանակցություն եւ պահանջ, ապա յունիստրալ այդ կանոններով 3 արբիտրից կազմած տրիբունալ, նստավայրը գիտեք Փարիզում է, բայց Հայաստանը հաղթելու համար պետք է ոչ թե քաղաքական դժգոհություն, այլ ապացուցելի պայմանագրային խախտումներ ունենա։ Ինչ պետք է այսօր դրվի Հայաստանի գործի հիմքում ձեր գնահատմամբ։ Չկատարված ներդրումային պարտականությունները, երկաթուղու տեխնիկական վիճակը, ինչպես դուք նշեցիք, մրցունակության անկումը, կոնցեսիոն մեծ հաշվով կոնցեսիոնների գործողություններով Հայաստանի նոր միջազգային կապերի խոչընդոտումը եւ 18-ից սկսած, 21-ին հանցակազմի բացակայության հիմքով կարճված ներդրումների ու հնարավոր չարաշահումների քրեական գործի նյութերը ինչպես կարող են օրինակ օգտագործվել նույն արբիտրաժում, ուրեմն ձեր գնահատմամբ, որպեսզի այսպես հօգուտ Հայաստանի լրջագույն հաղթանակ գրանցենք, համեցեք։
Տեսեք, քանի որ սա որոշակիորեն կանխատեսելի երևույթ էր, այսինքն Ռուսաստանի մոտ այդ նախագիծը իրականացնելու մասով դժգոհություն պետք է առաջանար, Հայաստանը պետք է արդեն վաղուց իրականացնած լիներ իր, այսպես ասած, տնային աշխատանքը եւ գտներ բոլոր հնարավոր խախտումները, չարաշահումները, կոնցեսիոն պայմանագրի խախտումները, ցանկացած տեսակի խախտումներ պետք է արդեն իսկ գույքագրած լինեն, քանի որ սա բավական կանխատեսելի էր եւ այդ բոլոր խախտումները, բոլոր հնարավոր այդ քրեական գործերով խախտումները պետք է հավաքագրված, գույքագրված եւ որոշակի ընթացք տրամադրված լինեն, որպեսզի սա որոշակի պաշտպանության հնարավորություն տար այդ հնարավոր վեճի ընթացքում։ Իսկ բանակցությունների մասով բնականաբար բանակցությունները, այսպես ասած, վեճի այդ նախնական փուլն է, որտեղ նույն այդ պայմանագրով վստահ եմ նախատեսված է նաև այդ բանակցելու պայմանները եւ այդ արբիտրաժային տրիբունալները միգուցե նաև հրաժարվեն իրավասություն իրականացնել, եթե տեղի չունենա էական բանակցություններ տեղի չունենան։ Ամեն դեպքում պետք է այդ բոլոր հնարավոր թեկուզ ամենափոքր խախտումները գույքագրված լինեն եւ այդ գործերի ընթացքով որոշակի ընթաց տրամադրված լինեն, բայց ըստ էության թեկուզ հանրային դաշտում որոշակի տեսանելի չէ, որ նման գործողություններ են իրականացվում, հետեւաբար մի քիչ կդժվարանամ այս մասով մեկնաբանել, բայց ցանկացած խախտում, թեկուզ այն փոքր խախտումը եւ ամենամեծ էական խախտումները, ստանձնած պարտավորությունները եւ չիրականացված պարտավորությունները, դրանք վաղուց արդեն պետք է գույքագրված լինեն եւ համապատասխան պետական ընթացակարգերով որոշակի գործընթացներ իրականացված լինեն, բայց տեսնում ենք, որ առանձնապես բան չկա։ Ամեն դեպքում այդ խախտումները իհարկե բնականաբար, այսպես ասած, երկաթյա այդպիսի պաշտպանվածություն չեն ապահովում, բայց որոշակիորեն հնարավորություն են տալիս այդ վեճի ընթացքում որոշակի ուժեղ դիրքեր գրավել։ Տեսեք, նույն իմ նշած այդ 18 թվականի գործերը 21 թվականի սրանք նույնպես արդեն ուրեմն այսպես կարևոր խաղաքարտ կարող են լինել նույն դատարանում վիճարկելու դեպքում։ Դուք ասում եք, որ բոլոր գործերը պիտի արդեն գույքագրված լինեին, բայց իրավական տեսանկյունից սա ավելի կայուն հիմքեր չի ստեղծում։ Բնականաբար էական այդ քրեական գործերով դրանք ավելի էական եւ ուժեղ հիմքեր են ստեղծում, բայց ըստ էության հիմքերը ենթադրենք, որ հնարավոր հիմքեր կարող են ստեղծել, բայց ինչ գործընթացներ են իրականացվել, դրանք ինչ փուլում են այդ գործերը, ոչ միայն գործընթաց սկսելն է կարևոր, այլ նաև այդ գործընթացը ինչ որ ավարտական փուլի հասցնելն է կարևոր, որպեսզի որոշակի շոշափելի արդյունք լինի եւ շոշափելի արգումենտացիա ձևավորվի, բայց ըստ էության տեսանելի չէ այդ ամենը։ Չգիտեմ, միգուցե նաև իրականացվել է, բայց միայն այդ գործի այսպես ասած վրա արկայությունը բավարար չի, ինչ-որ գործընթացներ պետք է տեսանելի լինեն, որպեսզի դա որոշակի դիրքի Հայաստան դիրքի ուժեղացման որոշակի միտումներ ստեղծվի։ Այս դրանք բնականաբար էական ազդեցություն կարող են ունենալ։ Տեսեք, այստեղ թերևս պարոն Պապյան ամենակարևոր հարցը հաշվարկն է։ Պայմանագիրը ասում է, որ եթե Հայաստանը սեփական նախաձեռնությամբ լուծարում է պայմանագիրը եւ կոնցեսիոները կատարել է իր պարտավորությունները, փոխհատուցումը կապված է ենթակառուցվածքում կատարված ներդրումների ու արդեն ստացված շահույթի տարբերության հետ։ Եթե սակայն ապացուցվում է կոնցեսիոների խախտումը, իրավական ու ֆինանսական պատկերը կարող է ամբողջությամբ ըստ էության փոխվել, այսինքն ճիշտ է արդյոք պարզապես վերցնել Հարավկովկասյան երկաթուղու երբևէ ստացած ամենաբարձր տարեկան շահույթը ու հաշվարկել մինչև օրինակ 38 թվականը, թե Հայաստանի ռազմավարությունը պետք է հակառակը լինի, անկախ աուդիտով որոշել իրական ընդունելի ներդրումը, դրանից անել արդեն ստացված շահույթը, չկատարված պարտավորությունների ու Հայաստանին հասցված, այսպես ասած, հնարավոր վնասի արժեքը եւ միայն դրանից հետո որոշել մենք Ռուսաստանին վճարելու բան ունենք, թե Ռուսաստանը մեզ։ Ինչ եմ ուզում ասել, կարող է վերջնական հաշվարկը նույնիսկ Հայաստանի օգտին լինել ձեր գնահատմամբ։
Տեսեք նման գնահատական տալ որոշակի ինչ-որ ֆինանսական տվյալներ պետք է տիրապետել եւ այդ ֆինանսական մասով, այսպես ասած ֆինանսական հաշվարկների մասով մասնակցած չեն եւ ճիշտ չլինի որպեսզի ես դա մեկնաբանեմ, բայց հենց այդ միջազգային վեճերի ընթացքում կան որոշակի հաշվարկի մեխանիզմներ կախված նրանից թե գործընթացը ինչ ուղղությամբ է գնում, եթե տեղի ունենում ազգայնացում, ամեն դեպքում որոշում է որ պետք է տեղի ունենա ազգայնացում, այդ դեպքում որոշակի հաշվարկի ֆորմուլաներ կան շուտական արժեք, ակնկալվող եկամուտներ որոշ դեպքերում ըստ էության այս բանը քիչ դժվար է կանխատեսել, բայց ամեն դեպքում այդ պայմանագրային պարտավորությունների խախտումը չիրականացված պարտավորությունը կարծում եմ միականորեն կնվազեցնեն այն գումարները, որոնք հնարավոր է նաև պահանջեն Ռուսաստանից, այսինքն ուսումնասիրվի այդ փաստաթղթերը ամբողջապես, հասկանան ինչ ներդրումներ իրականացվեն, ինչը չի իրականացվելու ընթացքում Հայաստանը ինչ հնարավորություններ գործել, ինչ վնասներ կրել, ամենը պետք է դեպի հաշվարկի սեղանին եւ տեսնել արդյոք Հայաստանը ունի պարտավորություն ինչ-որ գումար վճարելու, թե ոչ, բայց ըստ էության կարծում եմ, որ որոշակի գումար հետ կապված վճարներ կունենա, բացի քաղաքական հնարավոր էֆեկտներից, բայց ամեն դեպքում որոշակի վճարման բաներ կարծում եմ, որ կարողանան պահանջել։ Ռուսաստանն արդեն հրապարակայնորեն այսպես կապել է Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրությունը արտոնյալ գազի գնի հետ։ Այսօր սահմանին ռուսական գազի գինը գիտեք $177.5 է 1000 խորանարդ մետրի դիմաց, իսկ գործող գնային պայմանավորվածությունը հասնում է մինչև 26 թվականի վերջը 27-ի սկիզբ։ Եթե Մոսկվան 27-ից գազ էապես թանկացնի որպես քաղաքական ճնշման գործիք, Երևանը պետք է շարունակի երկաթուղու հարցը դիտարկել առանձին քաղաքացիայի իրավական պայմանագիր, թե ռազմավարական պատասխանը պետք է լինի ամբողջ ռուսական տնտեսական ներկայության վերանայում, կլինի գազ, երկաթուղի եւ այլ մենաշնորհներ։ Եվ իրավական տեսակետից ինչպես անել դա այնպես, որ քաղաքական հակազդեցությունը օրինակ չվերածվի Հայաստանի դեմ հաջող արբիտրաժային պահանջների։ Տեսեք ցանկացած նման գործողություններ բերելու է Ռուսաստանի կողմից հակազդեցության։ Բնականաբար գազի գնի բարձրացումը որոշակի էական լծակ է հանդիսանում եւ այդ գործընթացներում որոշակի կարող է իհարկե ճնշում գործադրել, կարծում եմ կգործադրվի թեկուզ գազի գնի թանկացման վերանայման մասով այդ ճնշման մեխանիզմը կօգտագործվի եւ հաշվի առնելով երկաթուղու կարեւորությունը Ռուսաստանի համար, ինչպես սկզբում նշեցի, այսպես ասած, որպես քաղաքական գործիք այդ նախագիծը տապալելու համար, եթե իրենց ձեռքից վերցվի այդ կարևոր լծակը, բնականաբար օգտագործելու են մյուս այլ լծակները, որպեսզի որոշակի ճնշումներ գործադրեն եւ այդ ճնշումների միջոցով իրենց նպատակներին հասնելու համար, իսկ որպեսզի Հայաստանը որոշակիորեն իր դիրքերը ապահովի, այստեղ մի քանի կարևոր խնդիր կա, պարտադիր պետք է հետևեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, բոլոր գործընթացները իրականացնեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, դա գերկարևորագույն պայմանը, երկրորդը հավաքագրեն, ինչպես ես նշեցի, բոլոր խախտումները, բոլոր ստանձնած պարտավորությունները, որոնք իրենց կողմից չեն իրականացվել, դրանք մյուս գործիքակազմն, այդ երկու գործիքակազմով հնարավոր է որոշակի պաշտպանության մեխանիզմներ ապահովել, չնայած դրանք այդքան էլ, այսպես ասած, իդեալական չեն, քանի որ այդ արբիտրաժային վարույթներում որոշակի հաշվին առնում են միջազգային իրավունքի սկզբունքները եւ որքան որ ես ծանոթ եմ պրակտիկային ներպետական օրենսդրությամբ այդ իրականացված ներպետական օրենսդրությունը այդպես առանձնապես չեն դիտարկում այդ վեճի ընթացքում, բայց կարևոր է որպեսզի ամեն ինչը տեղի ունենա Հայաստանի Հանրապետության օրենքի տառին համապատասխան եւ բնականաբար հավաքագրվի այն խնդիրները, որոնք առկա են չիրականացված ներդրումներ եւ բոլոր շեշտադրումները իրականացված չիրականացված ներդրումների վրա, իրականացված խախտումների վրա, ոչ թե քաղաքական էլեմենտների
Իմ գրեթե բոլոր այս թեմաներով հարցազրույցները ես միշտ նշում եմ, որ այդ քաղաքական էլեմենտները թեկուզ հանրային դիսկուրսում պետք է դուրս թողնվեն եւ բերվեն տնտեսական արգումենտացիաները առանց որևէ էմոցիաների, տնտեսական հաշվարկներ եւ իրականացված խախտումներ, մնացած այդ քաղաքական հարցերը պետք է դուրս թողվեն թեկուզ վեճերի այդ փուլերում կամ նախնական փուլում այդ բոլոր քաղաքական հայտարարությունները, արգումենտացիա պետք է դուրս թողնեն եւ կենտրոնանան այդ հասցված վնասների, չիրականացված պարտավորությունների եւ այլ հարցերի վրա եւ բնականաբար ոչ միայն հանրային դիսկուրսը, այլ նաեւ պետության կողմից իրականացվող գործողությունները պետք է պարտադիր հիմնված լինեն այդ ֆակտորների վրա։ Ադրբեջանը արդեն կառուցում է դեպի Հայաստանի սահման տանող երկաթուղին, Հորադիս, Սաղբենտ հատվածի աշխատանքները հասել են շուրջ 73%-ի, Նախիջևանում կառուցվում է սահման Օրդուբադ առաջին 7 կիլոմետրը եւ Բաքուն ասում է 27-ին գիծը կհասնի հայկական սահման։ Այս պայմաններում Հայաստանը ժամանակ ունի եւս 1-2 տարի ռուսների հետ բանակցելու։ Պարոն Պապյան, թե Մոսկվան հրաժարվում է այնպիսի լուծումներից, որը Հայաստանին թույլ է տալիս, այսպես ասած, ազատորեն միանալ թրիփին, Թուրքիային եւ Ադրբեջանի երկաթուղային ցանցին, որ պահին տնտեսական կորուստը ավելի մեծ կլինի, քան օրինակ կոնցեսիայի վաղաժամկետ լուծման նույնիսկ մի քանի 100 միլիոն դոլարանոց հնարավոր գինը եւ միջազգային այսպես ենթակառուցվածքային արբիտրաժերի նախադեպերը հաշվի առնելով պետության համար երբեմն ավելի շահավետ չէ օրինակ վճարել վերահսկելի փոխհատուցում եւ վերադարձնել ռազմավարական ակտիվը, քան մինչեւ 38 թվականը պահել այն օտար պետության վերահսկողության տակ։ Տեսեք, այստեղ այսպիսի հարց կա, այդ տուգանքները տնտեսական հաշվարկ են, այսինքն եթե դադարեցվում է ինչքան հնարավոր տուգանք է նախատեսվում եւ այդ տուգանքը եւ դադարեցման արդյունքում պետությունը ինչքան հնարավոր եկամուտ պետք է ստանա եւ այդ երկու թվերը պետք է իրենց իրար հետ համադրել եւ տեսնել թե որ տարբերակով է ավելի ճիշտ առաջ գնալ։ Իսկ ինչ վերաբերում այդ վեճերի մասով, տեսեք, ինչպես դուք նշեցիք, Unilateral Arbitration կանոններով է վեճը տեղի ունենալու, բացի բուն վեճից, այնտեղ կա որոշակի հնարավորություն ներպետական ընթացակարգերում իրավասության հետ կապված խիստ սահմանափակ հիմքերով վճիռները բողոքարկելու, եթե նույնիսկ այդ վճիռը կայացվի ընդդեմ Հայաստանի եւ այդ գործընթացները տարիներով, երկար տարիներով երկարաձգվի այնտեղ, այսինքն եթե նույնիսկ Հայաստանը վեճը պարտվի, այնտեղ կան հնարավորություններ վճիռը ուժի մեջ մտցնելու հետ կապված հարցերով որոշակի ժամանակ ձգել եւ այդ գործընթացը բնականաբար հնարավոր է իրականացնել հենց Ֆրանսիայի ներպետական օրենսդրության հիմնավորած չնայած այնտեղ բողոքարկման կրկին որոշակի սահմանափակված հիմքեր կան վճռներ ամեն դեպքում հնարավորություն կան եթե նույնիսկ պարտվում է որոշակի ժամանակ շահել դա առաջին մասով իսկ մնացած մասով արդեն տնտեսական հաշվարկները ինչքան վնաս են կրելու եւ այդ ինչքան օգուտ են ստանալու այդ նախագծի շնորհիվ եւ այդ երկու թվերը իրար հետ համադրելով հնարավոր նաեւ որոշում կայացնել ամեն դեպքում լինի դա Ռուսաստանը, լինի թե այլ երկրի էական այդ ռազմավարական ենթակառուցվածքները չպետք է լինեն օտարերկրյա կազմակերպության վերահսկողության ներքո, դա պետք է լինի պետական եւ պետություն իրականացնի ըստ ինձ իրականացնի կառավարումը, սա է հիմնական երաշխիքը, որ կավանան այդ ճկունություն դրսևորեն այլ երկրների հետ հարաբերությունների մեջ, այսինքն հիմա տեսնում ենք կա հնարավոր զարգացման էական հնարավորություն, բայց Ռուսաստանը արհեստական խոչընդոտներ է ստեղծում, ոչ արհեստական իրավական խոչընդոտներ է ստեղծում այդ բաննագրերով ստանձնված իր հնարավորություններին, այսինքն այստեղ կարևոր որ այդ կարևոր ենթակառուցվածքներ լինեն պետության վերահսկողության ներքո, ոչ թե մասնավորի պետությունը որոշակի չկարողանա գործընթացներ իրականացնել շահերի ապահովման համար ամեն դեպքում պետք է հաշվարկել ինչքան վնասը ստացվելու եւ ինչքան օգուտ ստացվելու այդ նախագծից եւ կայացնել որոշում միջազգային մասով իսկ քաղաքական այսինքն իրատեսական է մեծ հաշվով
Պետք է որ իրատեսական լինի, այսպես ասած 4 թվային հաշվարկներ պետք է լինեն օգուտների եւ հնարավոր վնասների համադրություն։ Իհարկե հնարավոր է։ Միջազգային կոնցեսիոն վեճերի փորձը ցույց է տալիս, որ վաղաժամկետ լուծման դեպքում տրիբունալները կարող են գնահատել ներդրված կապիտալը, մնացորդային արժեքը ու ապացուցելի, այսպես ասած, կորցրած շահույթը, բայց հատկապես կարևոր է, որ կողմն է պայմանագրի խախտման պատասխանատուն եւ որքանով են ապագա շահույթները ապացուցելի, ոչ թե, այսպես ասած, սպեկուլյատիվ։ Այդ պատճառով Հայաստանի համար վճռորոշը այսօր ուժեղ իրավական գործ պլյուս անկախ ֆինանսական տեխնիկական աուդիտ պատրաստելն է, ոչ թե պարզապես, այսպես ասած, քաղաքական որոշում կայացնելը։ Կոնցեսիաների վերաբերյալ միջազգային գործերի հենց այս տարբերակումը նման զարգացում է ցույց տալիս, որքանով ենք մենք կարողանում դրանք, այսպես ասած, տարորոշել։ Ամեն դեպքում այդ վստահելի թվեր ունենալ, ստուգումներ իրականացնել, բնականաբար այսպես ամենակարևորագույն փուլերից են այնտեղ կանոն attribution ֆակտորներ, այսինքն եթե նույնիսկ այն վնասներ եկել ինչ-որ շահույթնացը, դա բարդաթիռ չի, որ տեղի ունեցած լինի Հայաստանի մեղավորությամբ, դա կարող է տեղի ունեցած լինի նաև այդ օպերատորի մեղավորությամբ եւ բնականաբար այդ երկու ֆակտորները շատ կարեւոր են եւ պետք է ունենալ հուսալի թվեր, ստուգված թվեր, որպեսզի հնարավոր լինեն արբիտրաժում բնականաբար որոշակի թվաբանություններ կայացնել եւ լինի կոնցեսիոն վեճեր, լինեն ցանկացած տեսակի վեճեր, բնականաբար հստակ ֆինանսական թվերը շատ կարևոր են եւ պետք է այդ նաև առանձնացվի, որի արդյունքով է Հայաստանի մեղավորությամբ ինչ որ վնաս կրել կամ եկամուտ չի ստացել կամ ընդհանրապես նման attribution ֆակտորներ կան տարբեր տեսակի, որոնք էլի ամրագրված են միջազգային իրավունքով եւ այդ մասով պետք է բնականաբար հուսալի թվեր լինեն, կարծում եմ դա կարևոր է գործընթացների համար, բայց ամեն դեպքում պետք է այդ բոլոր գործընթացներում այդ մեկը լինի, այն որ պարտավորությունը ստանձնած պարտավորությունները չեն իրականացվել, եթե նման երևույթներ առկա են եւ այդ չիրականացված պարտավորությունները պետք է դուրս գան այդ 30 միլիարդ, ասացիք այդ 30 միլիարդի հաշվարկից։ Պարոն Պապյան, տեսեք, ըստ էության Հայաստան, Ռուսաստան, այսպես առկա տարաձայնությունների կարևոր հարցն է, հա, երկաթուղին շարունակում մնալ։ Նիկոլ Փաշինյանն էլ նախորդ շաբաթ այսպես իր ձևակերպման բարեկամական առաջարկներով էր հանդես գալիս, հետո տեսանք տարբեր դրամաչափի պաշտոնյաներ էին Ռուսաստանից խոսում, Զատուլին, մյուսները եւ այլն։ Առհասարակ դուք այս խնդրի լուծման որ տարբերակն է իրավական, տնտեսական առումով ամենառացիոնալը համարում, որտեղ ուրեմն կարող է, այսպես ասած, Հայաստանը շահած կողմ դուրս գալ։ Այսինքն խնդրի որ լուծումն է ամենաիրատեսականը, համեցեք։ Թեկուզ Հայաստանը ինչ-որ բարեկամական ժեստերով փորձում է լավ առաջարկներ, ինչ-որ առաջարկներ ներկայացնել, այստեղ կարևոր է, որ այնտեղ դա որպես բարեկամական Ռուսաստանը դա որպես բարեկամական բնականաբար չի ընկալվում, դա իրանց համար նաև կարծում եմ, որ ընկալվում է նաև որպես թշնամական, բայց ամեն դեպքում լավագույն տարբերակ այստեղ խնդիրը ոչ թե Ռուսաստանին ըստ էության տարածաշրջանի լուրջ թողելն է, այլ գտնել մի տարբերակ, որտեղ համ Ռուսաստանը ինչ-որ մասնակցություն կունենա, համ Հայաստանը հնարավորություն կունենա իրականացնել իր քաղաքականությունը ազատ եւ ներգրավել լավացիչ օպերատորների։ Մենք այսպես ասած Հայաստանի Հանրապետությունը գերի չենք Ռուսաստանի, այսպես ասած Ռուսաստանի ձեռքում եւ հայկական երկաթուղին բնականաբար գերի չմնա այդ երկրի ձեռքում եւ պետք է ունենա զարգացման հնարավորություններ եւ այդ զարգացման հնարավորությունները պետք է նաեւ այսպես ասած համատեղել լինեն ապակա զարգացումների հետ պետք է գտնել այն տարբերակը, որով Ռուսաստանը էական վնասներ չի ստանում, բայց Հայաստանը նաև իրականում է վերահսկողությունը իր երկաթուղիների նկատմամբ, իսկ Ռուսաստանի օպերատորը աշխատում է նաև
Հայաստանի կառավարության հետ համատեղ ինչ-որ նմանատիպ մեխանիզմ պետք է լինի, այսինքն բացառիկության բաները, որ հնարավոր են դիտարկում են Ռուսաստան, դրանք չպետք է լինեն, պետք է շուկան ազատականացվի եւ լինեն հնարավորություններ աշխատել բոլորի համար եւ այդ ամենը իրականացվի պետության վերահսկողության ներքո։ Լավ, ամեն դեպքում չէ որ Հայաստան ինչ-որ տարբերակներ առաջարկում է, միաժամանակ դուք ասում եք երկաթուղին մեծ հաշվով այս պահին դեռ որ գերի է Ռուսաստանի Դաշնության ձեռքում, բայց կա տարբերակ, որտեղ փաստորեն կարող է եւ գայլը գոհ լինել եւ ոչխարները գոհ, եթե այսպես ձևակերպենք, այսինքն հնարավոր է գտնել տարբերակ, որից ռուսական կողմը, այսպես ասած, չի խրտնի, կշարունակի աշխատանքը, բայց միևնույն ժամանակ հայկական կողմը կունենա վերահսկողություն երկաթուղու նկատմամբ։ Տեսեք, ռուսական կողմը միայն գոհ կլինի այն դեպքում, երբ որ պահպանվեն իր նախկինում ունեցած դիրքերը, այսինքն ամեն ինչ լինի իր վերահսկողության ներքո եւ այդ ապօրինի զսպելու համար կարծում եմ, որ պետք է որոշակի գործընթացներ լինեն։ Ռուսաստանի կողմին գոհունակություն, ռուսական կողմի գոհունակություն ձևավորելը կարծում եմ այդպես առանձնապես շատ բարդ գործ է։ Ինչպես նշեցի, դա պետք է լինի իրենց վերահսկողության ներքո, իրենց մոտ դա միակ ընկալումն է, քանի որ Հայաստանը իրենք դիտարկում են որպես իրենց այսպես ասած բակ կամ ինչ-որ իրենց տարածք, որտեղ հայտնվել են այլ երրորդ կողմեր, որոնք փորձում են ինչ-որ տնտեսական ենթակառուցվածքներ ստեղծել։ Իրենց գոհունակության վրա առանձնապես հույս դնել պետք չէ, պետք է տեսնել Հայաստանի շահերին, որն է համապատասխանում եւ իրենց ներկայացնել առաջարկներ եւ այդ առաջարկները իրական ներկայացնել մշտապես հաշվարկներով եւ այլն, դրանք նույնպես հնարավոր է կիրառել, օգտագործել այդ հնարավոր վեճի ընթացքում, այսինքն Հայաստանը բարեխղճորեն է հարցին մոտեցել, զարգացման հնարավորությունը չեն ապահովել Ռուսաստանի կողմից, տասնյակ անգամներ դիմել են Ռուսաստանին, որպեսզի այդ ներդրումային հնարավորությունները տեսնեն, իրականացնեն, բարելավումներ անեն, չեն իրականացվել, այսինքն մոտավոր նման սցենար պետք է ձևավորվի եւ չիրականացնելու դեպքում արդեն պետությունը ստիպված է իր անվտանգության, տնտեսական անվտանգության եւ այլ երևույթներից ելնելով իրականացնել որոշակի գործընթացներ, այսինքն այդ գործի տրամաբանություն պետք է գնա նաեւ այդ ուղղությամբ։ Տեսեք, Ադրբեջանը իր մասով աշխատանքներն իրականացնում է, հիմա հայկական կողմում խնդիրը փաստորեն խնդրի լուծումը կախված է պահին Ռուսաստանից։ Ռուսաստանը շարունակում է ուրեմն իր քաղաքականությունը եւ ժամանակ է ձգվում, պարոն Պապյան, ինչ բացասական հետևանք է ունենում սա, որովհետև օրինակ մեր զրուցակիցներից մեկն էլ ասում էր, չպետք է սպասեն ռուսական կողմի արձագանքին շատ արագ, մենք էլ պիտի նորը կառուցենք, շարունակենք աշխատանքները, շատ տարբեր են գնահատականները, բայց իրականում գետնի վրա ուրեմն մենք չենք ուշացնում, այսպես ասած ժամկետների առումով եւ որքանով է այսպես իրատեսական նորի կառուցումը, եթե ռուսական կողմը օրինակ շարունակում է նույն ուրեմն պնդումներն իրականացնել։ Ես յագանջ պատկերացրեցի ինչ է նշանակում նորի կառուցում, այսինքն բոլոր երկաթուղու գծերը, որ նոր գծերի կառուցում տարածքում, դրանց մասին մոռանանք եւ կառուցենք նորը։ Իսկ դրա գնային մասի որոշակի պատկերացումներ կան, դա ինչ արժեք կնստի Հայաստանի վրա, ինչ նշանակում, երբ որ դա ասենց ասած պետությունը, երբ որ պետությունը ձևավորել այդ երկաթուղիները եւ այդ ամեն ինչը, ինչի պետք է հրաժարվի եւ ձևավորվի, այսինքն Հայաստանի տարածքում պետք է ինչ-որ մի հատ անկախ երկաթուղի եւ կողքից ձևավորվի նոր, այդ կարծում եմ դա տնտեսապես ոչ շահավետ է եւ ոչ նպատակահարմար Հայաստանում չի կարող նման ինչ-որ անկախ բան կառույց լինել, որ շահագործում են երկու առանձին ենթակառուցվածքներ եւ ըստ էության կարծում եմ, որ դա սխալ մոտեցում պետք է լուծել ռուսական կողմի այդ հարցը եւ օգտագործել արդեն գործող ենթակառուցվածքներ եւ ընդլայնել դրանք, ոչ թե կառուցել զուգահեռ զրոյից ինչ-որ նոր ենթակառուցվածքներ։
Արբիտրաժային դատարան դիմելու ժամկետների, աշխատանքների հետ կապված, պարոն Պապյան, թե ամփոփենք, սա ավելի այսպես երկարաժամկետ գործընթաց չի նախատեսում, այսինքն մենք ունենք այդ ժամանակը, եթե ամփոփենք։ Դե գործը դեռևս կարծում եմ չի նախաձեռնվել եւ բանակցությունների փուլում է նախաձեռնելը կարող է տևել 1 ամիս, բայց այդ նախաձեռնությունից հետո արդեն տարբեր վեճի քննարկման մասին եւ այդ գործը բնականաբար կարող է տևել տասնյակ տարիներ, շատ ասեցի, մի քանի տարի կարող է շատ երկար տևել եւ ամեն դեպքում կա հետո բողոքարկման հնարավորությունը, եթե ոչ շահավետ վճիռ որոշում լինի, ամեն դեպքում վեճի մասով ժամանակը կա, բայց բաստողնված հնարավորություն ամեն տարի, ամեն ամիս, ամեն օր դա բաստողնված հնարավորություններ են հնարավոր եկամուտներից զրկել եւ դա Հայաստանի ձեռնտու չէ, պետք է աշխատել ռուսական կողմի հետ եւ այդ հարցը հնարավորինս արագ լուծում տալ, որպեսզի այդ ենթակառուցվածքները անցնեն Հայաստանի վերահսկողության ներքո եւ իրականացվեն համապատասխան գործողություններ։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Զրուցում էի միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ, միջազգային տնտեսական իրավաբան Արա Պապյանի հետ։ Կհանդիպենք։